2 տարի առաջ Ջոմարձյանը իր ստահակների հետ, իր գազազած ստահակների հետ ամենավերջին բառերով Դեմիրճան փողոցի վրա, դա սեպտեմբերի 14-ին ա եղել, հա, հարձակվեց ինձ վրա, ինձ բռնության ենթարկելով ցեխևերս ցանած ոնց որ վերջին հանցագործին, ոնց բերանք ստիվայր, տարան գցեցին ավտոմեքենան եւ նույնիսկ ցույց տվեցին Արաբկիրի բաժնում, որ հաստատան ունենամ, այսինքն Այս ամենին եթե դուք ծանոթ եք, ուղղակի էսի տարբերություն երևի մնացածների շատ չեմ դրա մասին խոսացել, չպատժված չարիքը ինքը միշտ մեծանում է եւ բումերանգով վերադառնում է բոլորին։ Եթե այդ ժամանակ լրագրողական համույթը, որը բնականաբար մի մասը տեսել էին, դատապարտել բառն էլ ես չեմ սիրում։ Ուղղակի մենք պետք է միավորվեինք բոլորս, որովհետեւ այն ինչ որ անում են եւ անպատիժ ամենում, հետո այդ չարիքը կրկնվում է։ Այդ նույն մարդիկ, որ թե կորուս մայրերին են նույն բռնության ենթարկել Ես կարծում եմ, որ իրավապաշտպանների եւ լրագրողական համայնքը հենց այն առաջի անգամ Եռաբլուրում եւ տարբեր տեղեր, երբ որ թե կորուս մայրերին կամ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին են բռնության ենթարկում, այդ ժամանակ եթե բոլորը համախմբվեին եւ ոչ թե պահանջեին աշխատանքից հեռացնել, այլ խստագույնս դատել էս եվրոպական արժեքներ ճակերտներով դավանող հայազգը, դա կլներ ուրիշ, բայց ցավը գիտեք ինչու՞մ է, շատ իրակի ցավում եմ այդ աղջկա համար, բայց հարցը ինչու՞մն է, եթե լրագրողայինքը հրապարակում է, հետո մի հատ էլ նրանք ասում են գործից ազատվեց, որը ոչինչ ինձ համար չի նշանակում։ Ցավը նրանում է, որ սա շարունակվելու է, այո, Սաշը կգնա կգա Պաշը կգնա կգա Տաշը։ Քանի դեռ Ջոմարձյանի պես չգիտեմ դրան ոնց անվանեմ, որ կոռեկտ լինեմ, չեմ կարող եք տու գրել դա, եղել է բոլոր իշխանություններ, ինքը մենակ Նիկոլի իշխանությանը չի ծառայել։ Չէ, ինքը Քոչարյանի իշխանությանն է ծառայել, Սերժի իշխանությանն է ծառայել, այսինքն այն ինչ որ հիմա լինում է, սա օրինաչափ հետևանքն է ամբողջ համայն հայոց լռության, սա է։ Իսկ ձեզ Եռաբլուրում գործունողներին քարշ էին տալիս, ինչու չազատվեցին աշխատանքից, ինչու չազատվեցին։ Իսկ ով ընդվզեց։ Ես ընդունում եմ, որ իրավական պետությունում ընդվզելով չի լինում, բայց որտեղ որ չկա գրանտային ծրագիր, այնտեղ ընդվզող չկա։ Հա, ես ճիշտ եմ, եւ երբ որ Ջոմարձյանը վերջի հայհոյանքներով իլուր ամբողջ աշխարհի եւ տեսագրությունը կա Դեմիրճան փողոցից, ես նույնիսկ պիկետ չէի անում, ընդհանրապես դա պատերազմին էր նվիրված, երբ որ սեպտեմբերի 14-ին պատերազմ էր, եւ ես ուղղակի արտահայտվել եմ, հարցազրույց եմ տվել, հարցազրույցից հետո սև ու կարմիր բերետներով Ջոմարձյանն էլ հետները հարցակվել են ինձ վրա։ Ես իմ անձը չի, ես ինքս վրեժխնդիր կլնեմ, ես գիտեք ինչ, երբ որ պետությունը իր տեղում չի, պետությունը դրդում է քաղաքացուն ինքնադատաստանի, ու հանկարծ որևէ մեկը տակը չգրի, դու իրավապաշտպան, բացի իրավապաշտպան լինելուց ես կին եմ, ես մայր եմ ու մարդ եմ ու պետությանը հարկ եմ տալիս, որ ինքը պիտի պաշտպանի իմ իրավունքը, եթե ինքը չի պաշտպանում, իրավապաշտպան եմ, չիրավապաշտպան եմ, հաց թուխեմ, թե ես իմ ով եմ, ես իմ իրավունքը կպաշտպանեմ, վստահաբար, քրեական վարույթները նախաձեռնում են, մի հատ բազանգ Արտուր Պողոսյանին հարցրեք, քննչական կոմիտե, ասեք 3 տարի Աննա Վարդապետյանին, ամեն խոշտանգում հոդվածով վարույթ կա այդ կարմիր բերետների վերաբերյալ թեկուզ իմ հարցով։ Ինչի տեղից չի շարժվում գործը, որովհետև իշխանություն առանց կարմիր մահակի չի կարողանում գոյատևել։ Երբ որ մի բռնության ժամանակ բոլորը լուռ են, հավատացեք, դա կոչվում է Նեմոլերի սինդրոմ, հետո դա հետագալու բոլորից տները։ Ջոմարձյանը վաղուց իրավունք չուներ իր ենիչերների հետ լիներ, շատ վաղուց, ինչի մենակ լրագրողի են, հա, ծեծել, այս ինչից է լկտիացած այդ Սաշա, ես իմ ինչ չգիտեմ ով է, սրանք բոլորը մանկական կոմպլեքսներ ունեցող տղամարդիկ են, որտեղ իրական տղամարդ էակը երբևէ կնոջ վրա ձեռք չի բարձրացնի, տենց լավ են ձեռք բարձրացնում, թող գնային թուրքերի վրա ձեռք բարձրացնեին, ոչ մեկին չտեսանք առաջնագծում,